Հնդկաձավարի հատիկի չափ այս 2-3 մմ-անոց միկրոականջակալները, որոնք համացանցում ակտիվ գովազդվում են, դարձել են քննություններին մասնակցող դիմորդների ու ուսանողների անտեսանելի օգնականը։ Չնայած խիստ հսկողությանը, դրանք շարունակում են գտնել ճանապարհը դեպի քննական դահլիճ։ Գնահատման և թեստավորման կենտրոնում փաստում են, խնդիրը նոր չէ։ Տարիներ շարունակ քննություններին մասնակցող որոշ դիմորդներ փորձում են շրջանցել կանոնները, կիրառելով ժամանակակից տեխնոլոգիաներ։ Մենք իրենց ներս ենք թողնում մետաղորսիչ սարքով ստուգելուց հետո, բայց հաջողացնում են։ Չնայած նրան, որ քննության մեկնարկից առաջ դիմորդները մետաղորսիչ սարքով ստուգվում են, խնդիրը ամբողջությամբ դեռ լուծված չէ։ Գրիգորյանի խոսքով, հատուկ ուշադրության կենտրոնում են այն դիմորդները, ովքեր քննության ընթացքում հաճախակի են այցելում սանհանգույց։ Եղել են նախադեպեր, երբ դիմորդը կարողացել է թաքցնել հեռախոսը եւ քննության ընթացքում կապ հաստատել դրսի հետ։ Ընդունող հանձնաժողովի համար գաղտնիք չեն նաեւ հեռախոսների թաքցնելու դասական մեթոդները՝ գոտու մետաղեճարման դիտակ, կոշիկի մեջ կամ հագուստի տարբեր հատվածներում։ Սակայն հանձնաժողովի փորձառու անդամները վստահեցնում են, դիմորդների վարքագիծը հաճախ ինքն է մատնում նրանց։ Մետաղական սարքն արձագանքում է մետաղ պարունակող ցանկացած իրի, բայց անկեղծ ասած չեմ կարողացել, թե ինչպես է ստացվում, որ մինի ականջակալով հաջողացնում են ներս մտնել։ Պարզվում է, միկրոականջակալների շուկան բավականին բազմազան է։ Ժամը լրատվականը զանգահարեց հայտարարություններից մեկում նշված համարով, գործարքը տևեց 3-4 րոպե։ Վաճառողի խոսքով, մինի ականջակալները կամ այլ կերպ ասած ժուչոկները վաճառվում են կայծակնային արագությամբ։ Հաճախ մի ամբողջ կուրս է գնել 30 հատ միաժամանակ։ Անվտանգ են։ Իհարկե, չկա։ Այդ որ տեսակը մեկ էլ մի հատ կհուշեք ինձ կապսուլաների մասին, խոսքը։ Հա, կապսուլաների։ Հա, կապսուլաները իսկ ինչ սարքի հետ աշխատեն։ Նայեք, ուրեմն կա sense բան, շարիկներ են ջուրիկ, գցում եք ականջի մեջ, վզից գցում եք ոնց որ մեդալյոն։ Bluetooth-ով դա կպնում է հեռախոսին ու զանգում շփվում եք իրար հետ։ Վաճառողի խոսքով կա նաև կապսուլայով տարբերակը, որն ավելի վտանգավոր է եւ արագ կարող է բացահայտվել, ինչպես նաև տարբերակներ առանց անմիջական հեռախոսի օգտագործման։ Գինն էլ է տարբեր, սկսած 20-30 հազար դրամից մինչև 50 հազար դրամ եւ ավելի։ Մասնագետների խոսքով տեխնոլոգիան թեև զարգանում է, բայց դրա հետ մեկտեղ առաջանում են նոր հարցեր։ Արդյոք քննությունն արդար է անցնում։ Իսկ մինչև պատասխանատուները փորձում են լուծումներ գտնել, միկրոականջակալները շարունակում են մնալ կրթական համակարգի լուրջ մարտահրավերներից մեկը։ Դպրոցական կամ բուհական քննություններն այնքան խիստ չեն, որքան ընդունելության քննությունները, ասում են մասնագետներն ու հավելում։ Տեխնիկական միջոցների դեմ պայքարը անիմաստ է ու առաջարկում են փոխել քննությունների ձևաչափը։ Քնարիկ Պետրոսյան, ժամը լրատվական։